Ողջույն The Point-ի հարգելի հետևորդներ, ինչպես միշտ նորից մենք ենք եթերում, խնդրում ենք բաժանորդագրվեք մեր էջին, սեղմեք լայքի կոճակը, կոմենտներում գրեք ինչ թեմաներ են ձեզ հետաքրքիր, գրեք նաև ինչպես եք վերաբերվում մեր եթերներին, որովհետև դա շատ է օգնում, որ մեր խոսքը տարածվի եւ մեր խոսքը տարածողները հիմնականում դուք եք։ Այսօր ձմեռային տրանսֆերային պատուհանի շնորհիվ ես ու Մհերը խոսենք առանց Վազգենի իհարկե չենք լսի թագավորի եւ չարչիների մասին պատմություններ, այդ պատմությունները կպատմի Վազգենը հաջորդ եթերում։ Ողջույն Մհեր։ Ողջույն, ողջույն Մայք ջան, ողջույն մեր սիրելի հետևորդներին։ Ոնց ես։ Լավ եմ։ Խցանումներով եկար։ Իհարկե։ Շատ լավ է։ Գիտես չէ, միջև մեր սարքասներ, չէ։ Չէ, միջև գալիս էի, գիտես մեր երկրում ինչ տեղի ունեցավ։ Կառավարության կայքը հրապարակեց Ղարաբաղյան հակամարտության փաստաթղթերի կամ որոշակի կամ ամբողջ մասը, չհասկացա ճիշտն ասած որոշակի էր, թե ամբողջ էր։ Դա ամբողջական չեմ ասել, բայց ոնց որ թե բանից երկրորդ եւ երրորդ նախագահի կառավարման շրջանն է հրապարակվել, այսինքն սկսած մեղրի տարբերակից է։ Առաջարկում այսօր խոսենք դրանից եւ դրանից բխող մյուս թեմաներից։ Տես ըստ իս այդ փաստաթղթերում չկար ինչ որ մի բան, որ մեր ժողովուրդը չգիտեր։ Հաստատվեց, ընդհանրապես հաստատվեց արդեն փաստաթղթերում։ Բայց էական էր այնքանով, որ այդ փաստաթղթերով հիմա ինչ պիտի ասի այն շրջանակը, որոնք օրինակ իշխանություններին էին մեղադրում կամ չգիտեմ, մեզ էին մեղադրում, հիշում ես, 2021 թվականին, երբ որ մենք առաջարկում էինք Կոսովոյի տարբերակով լուծման, ինչեր էին ասում, մեր հասցեին Դե մինչև 21 թվականը հասնել է, տեսեք, նույն մեղրի տարբերակի առհասարակ եղելության մասին, երբ որ Արամ Սարգսյանն ասում էր, նույն երկրորդ նախագահան, նույն իրորը կարգործ նախարարը ասում են, թե սուտ է, փաստաթուղթ չի եղել, նման տարբերակ չի եղել, այդ ժամանակաշրջաններ են կապրել։ Փաստացի եղել է։ Ու հեսա իհարկե խորանանք խոսենք, բայց արի հետ գնանք այդ հասկանանք ինչ էր քննարկվում մեղրի տարբերակը առհասարակ եւ այսօր ինչի ապացուցվեց, որ այդպիսի բան կա եւ արդյոք այդ տարբերակը ուղիղ կապ ուներ Ռոբերտ Քոչարյանի այն արտահայտությունների հետ, որ օրինակ ինքը միութենական պետության ջատագով է եւ եթե նման առաջարկ իր իշխանության ժամանակ լինի, երբ որ ինքը նորից իշխանության լինի, այդ կդառնա քննարկման առարկա։ Կարծեմ ճիշտ է, բաժանենք ժամանակահատվածների, հա, Ղարաբաղյան հարցի բանակցությունները, ինչ ենք ունեցել ենք մինչև 99 թվականի օկտեմբերի 27, հետո ունեցել ենք դրանից հետո, եթե գլոբալ բաժանենք երկու հատվածի, որտեղ մենք մինչև օկտեմբերի 27-ը մենք ինչի շուրջ ենք բանակցում։ Մենք բանակցում ենք ինքնորոշման շուրջ։ Ու այդ նույն տարածքները, որ կային, խնդրալուց տարածքները, որ կային, այդ ժամանակվա վարկածով տարածքները պիտի փոխարակվեր կարգավիճակի հետ։ Տես, իսկ դրանից հետո ինչ ունեցանք, ունեցանք արդեն այն կարգի բանակցությունները, որ տարածքային պահանջի են վերածվում։ Ուզում ասացիդ մի հավելում անել եւ էլի շարունակենք այդ խոսակցությունը այդ կոնտեքստում, որովհետեւ նաեւ այդ առաջին նախագահի շրջանակը Լևոն Տեր-Պետրոսյանի այդ թիմը կամ իր շրջանակը կամ իր հավատացյալները անընդհատ ես հիշում եմ, որ անընդհատ ինչ որ փուլերում դրել են շրջանառության մեջ մի կետ, որ Վազգեն Սարգսյանը եղել է ոչ մի թիզական եւ պատրաստ չի եղել օրինակ Ղարաբաղի հարցը լուծել, չգիտեմ, ինչ որ շրջաններ, որոնք որ հիմա կասենք, որ Վազգեն Սարգսյանը դա ոչ մի թիզական էր եւ համարում էր, որ դա Հայաստանի Հանրապետություն է կամ պատմական Հայաստանի մաս է կամ չգիտեմ ինչ է, այլ Վազգեն Սարգսյանը միշտ համարել է, որ դա բուֆերային գոտ է եւ անվտանգության այդ գոտին կարելի է տալ այն դեպքում կամ դրա շուրջ բանակցել այն դեպքում, երբ որ դիմացինը պատրաստ է ինչ որ կարգավիճակի շուրջ համաձայնվի, բայց առաջին նախագահի շրջանակն է դա բերել քաղաքական խոսույթ, շարունակել է երկրորդ նախագահի շրջանակը, որ Վազգեն Սարգսյանը ու անդադ գիտես այդ խոսակցությունները ինչ եմ հիշում, որովհետև գալիս է մի շրջան, էլի ինչի համեմատություն արեցի 21 թվականին մեր առաջարկի հետ Կոսովոյի, որովհետև այդ ժամանակ էլ Արամ Սարգսյանն էին նույն բաները ասում։ Որովհետև կար իրատեսական հնարավորություն, օդից արված առաջարկություններ չէր։ Այդ նույն Կոսովոյի տարբերակ, Հոնկոնգի տարբերակ, այդ տարբերակները որ առաջարկում են, այդ ժամանակ դեռ կար հնարավորություն պահելու։ Տեսք, ասում ես առաջին նախագահ, երկրորդ նախագահ, ես կուզեի ավելի շատ ստեղ տանջատումը դնենք, ունեցել ենք ԵԱԿ Միսկի խումբ,
ձևավորվել է այդ հարցի շուրջ ու Մինսկի խմբի անդամ պետություններ են եղել այս անդամ պետությունների մեջ ռուսական դերը ինչն է միշտ եղել այդ բաժանի որ տիրեսը միշտ ռուսական կողմը կողմնակից եղել ստատուս քվոյի պահպանման, որպեսզի շարքման առարկա ունենա ու իր ձեռքում պահի, թե տարածաշրջանը ավելի մոտիկ է, հա, կամ նույն post-սովետի հոգեբանության մեջ, տրամաբանության մեջ Ադրբեջան-Հայաստան կարողանա պահել։ Ու հենց ԵՀԿ-ի ներսում էլ ինքը դերակատարությունն է ունեցել ու բոլոր այն ուժերը մինչ օրս, ովքեր որ Հայաստանի, չգիտեմ, գուբերնիսները, հա, Հայաստանի պրոռուսական մոտեցման կողմնակիցներ են, իրանք նաև հենց այդ տեսության կողմնակիցներ են, որ պնդում են, որ այդ ոչ մի թիզականներ, այդ տանջատները ոնց ձևակերպումը տվեցինք, հա, անգամ ԵԱԿ-ի Մինսկի խմբի, ինչ էինք ասում այդ Մինսկի խումբը, ինչ էր անում։ Պետք է մնա, դեռ գործ ունի անելու, դրան զուգահեռ մենք առաջարկում ենք Կոսովոյի տարբերակ, ասում ենք Կոսովոյի տարբերակը ծաղրելու ենթակա է, բայց Մինսկի խումբը պետք է մնա Արցախի շուրջ, որ խոսենք։ Գիտես ինչն եմ հիշում այդ Մինսկի խումբը, որ ասում ես, անընդհատ չգիտեմ խի այդ գալիս մտքից կարող է իրականում իրենք նաև լավ բաներ են արել այդ Մինսկի խումբը ամեն դեպքում էլի, բայց անընդհատ մտքից գալիս էր որ Մինսկի խումբը ինչ որ թաթախված էր Ալիևյան կլանի հետ, այդ խավիարի, նավթի բիզնեսի ինչ որ բաներում, անընդհատ այնց հրապարակումներ էի տեսնում, ես չգիտեմ քի գուցե այդ ժամանակ փորձում էին մեզ դրանով կերակրել նաև, բայց ես այդ ժամանակահատվածում առնվազն այդ գիտակից 2015 թվականից սկսած ասենց ասեմ ինչ որ տես հրապարակումներ անընդհատ ինձ կարծում եմ դա ավելի շատ բանոց ա եղել ռազմական բալանսով, այսինքն այն этаպում, երբ որ 99 հոկտեմբերի 27-ից հետո մենք սկսեցինք ավելի շատ ստատուս քվոն պահելու ուղղությամբ աշխատել եւ ոչ թե բանակցել տարածքի վերադարձ կարգավիճակի շուրջի ֆորմատով։ Այդ ժամանակ արդեն 2003-ից մոտավոր, ասենց ասենք, թվերական հրապարակած բալանսը այնքան խախտվեց, որ ադրբեջանական կողմը դառավ թելադրող կողմ։ Ու այդ ժամանակ բնականաբար Մինսկի խումբն էլ ինչ որ չափով պիտի արդեն ենթարկվում էր դրան, ինձ ասած խավիարի, չգիտեմ, նավթի, մյուսի։ Այս մի հատված եմ ուզում այդ փաստաթղթից մեջ բերեմ ու շարունակենք այդ կոնտեքստը իհարկե որպես այդպեսին մեջբերում չեմ անի բառերով, բայց ասեմ ինչին էր վերաբերվում, որ Մեղրի տարբերակի շուրջ բանակցել են եւ այդ Մեղրի տարբերակի շուրջ համաձայնություն են հայտնել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այդ ժամանակվա արտգործնախարար Օսկանյանը եւ անվտանգության այդ ժամանակ ոնց որ արդեն համատեղ չէր ոնց որ միայն չեմ հիշում Սերժ Սարգսյանը չեմ հիշում այդ Սերժ Սարգսյանը այդ ժամանակ ԱԱԾ էր արդեն առանձնացած էր եւ Սերժ Սարգսյան այս երեքը կողմ են եղել այդ տարբերակի լուծման եւ ինչի ես եկա նրանից որ Վազգեն Սարգսյանին վերագրվում էր արտահայտություն որը որ այդպեսին չէր որովհետեւ չես կարծում որ այդ ժամանակվա գեներացված խոսույթը նաեւ Մեղրի տարբերակի համաձայն չլինել մենք գիտենք չէ ինչքան են պատմել որ անվտանգության խորհրդի նիստում Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը դեմ են եղել դա էլ արդեն հաստատած փաստ հա այդ փաստը կա դեմ են եղել Մեղրի տարբերակին եւ այսօր գրված էր որ Մեղրի տարբերակը Լաչինի եւ Շուշիի շրջանների փոխանակումներ իր մեջ բարունակում այսինքն Մեղրին որպես այդպեսին հանձնվում էր Ադրբեջանին Լաչինի միջանցքով Շուշին մնում էր Հայաստանին դառնում էր Հայաստան։ Հա, դառնում էր Հայաստան կամ եւ ուզում եմ նաեւ խոսենք ինչքանով էր կարեւոր Մեղրին այս համատեքստում եւ հիմա նաեւ ընդդիմության այս խոսույթը որ իրանք ասում են Լեռնային բանը Ղարաբաղը Հայաստան է հիմա այդպիսի բան եմ կարդացել առավոտ դաշնակցական շրջանակում հաջորդ տարի Շուշիում այս խելագար խոսույթի մասին էլի պետքա խոսել բայց նույնիսկ գանք ժամանակահատվածով արդյոք հոկտեմբերի 27-ը հենց Մեղրի տարբերակի մասին չէր։ Հենց այս փաստաթղթերով դա էլ արդեն փաստվեց, բայց բացի Մեղրից, տեսեք, մենք այսօր ունենք օգոստոսի 8-ի փաստաթուղթ, Տրամպի ուղի ասածը, ու մինչև հոկտեմբերի 27-ը Վազգեն Սարգսյանի այցը որ եղավ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, փաստացի այն ինչ որ այդ ժամանակ պայմանավորվածություններ եղան, ինքը հենց նույն այս թրիպն էր ու մտածել որ դա կապ չունի հոկտեմբերի 27-ի հետ, երբ դրանից մի քանի օր հետո լինում է անվտանգության խորհրդի նիստ, ունենում ենք նշեցիր Քոչարյան Ռոբերտ, Վարդանոսկայան Սեթյան կողմ, մի խոսքով բոլոր կողմ մնացել են 2 դեմ եւ 1 ձեռնպահ, եւ 2 դեմ արտահայտել են։ Ձեռնպահ եղել է Վաղարշակ Հարությունյանը, ինչքան հիշում եմ։ Այո, ձեռնպահ ու 2 դեմ Վազգեն Սարգսյան եւ Կարեն Դեմիրճյան արտահայտվել են, մի քանի օր հետո ազգային ժողովում սպանվում են, մտածել որ սրանք իր հետ կապ չունեն, առնվազն միամտություն է։
հենց այդ պարզ որ երևումը դրա միակ դրան հակադարձելու միակ հնարավորությունն է նրան կստեղծվեր այն դեպքում, եթե ուղղակի հերքեին, որ մեղրի տարբերակ կա, ենթադրում եմ հենց այս տրամաբանությամբ է շարժվել այն մարդկանց խումբը, որ մերժելը, որ ասել է ուղղակի չի եղել մեղրի տարբերակ, որտեղ եթե կար մեղրի տարբերակ, ակնհայտ երևում է, որ մեղրի տարբերակով էր պահպանված հոկտեմբերի 27-ը։ Եթե նույնիսկ չուզեսել, միևնույնն է, այս շղթան գնում կապվում է հոկտեմբերի 27-ի հետ, այդ բանակցությունները, ու միշտ նորից գիտես ինչ եմ հիշում, երբ խոսում ենք, որ մեդիա հարթակում անդադ նորից շրջանառվում է այն խոսույթը, որ չգիտեմ այդ իշխանովը իրական իշխանով չէ, բայց որ այդ ժամանակահատվածում, երբ արդեն մեղրի տարբերակ է մտել բանակցությունների փուլ եւ Վազգեն Սարգսյանը Միացյալ Նահանգներից հետ է վերադարձել, միշտ այդպես բան կա մեդիայում, որ Ռոբերտ Քոչյանին որպես այդպեսին ասել է ինչ ես ուզում մեզանից, ասա տանք բրցնենք քեզնից, էլի։ Ասած ինչ որ բան էլ կա ու չգիտեմ, երևի թե այս ամեն ինչի հիմքը նաեւ պիտի լինի այն, որ մենք պետք է գնանք նաեւ գոնե հոկտեմբերի 27-ին քաղաքական գնահատական տալու Ես կարծեմ հոկտեմբերի 27-ի քաղաքական գնահատակը վաղուց իրականում տրված է, սրանով ուղղակի այն մարդիկ, ովքեր բոլոր դաշտում է տված այդ գնահատականը։ Չէ, պարզապես կան ուժեր ու կան մարդիկ, ովքեր վերապահումով կամ կասկածով են վերաբերվում այդ գնահատականին, մասնավորապես այն ուժերը, ովքեր որ պնդում են կամ հավատում են, որ մեղրի տարբերակ չի եղել այդ ժամանակ։ Այս փաստաթղթերի հրապարակումով ուղղակի այդ կտորները արդեն փակվում է, գոնե չհավատացողները արդեն փաստ տեսնում են։ Նրանք ովքեր որ շահից երներով են մերժում այդ տարբերակը, իրանք թող մտածեն թե հիմա ինչ են ասելու։ Ինչ ես մտածում, Արամ Սարգսյանը սրա համար չհեռացվեց վարչապետի պաշտոնից, նաև սրա համար չհեռացվեց նրա համար, որ ինքը բացահայտեց, որ մեղրի Ինչ կա, ես գիտեմ ծնելիության պակասի պատճառով է հեռացել պաշտոնից։ Չեմ ուզում էլի մտնենք այդ իրենց խոսույթի մեջ, բայց ուզում եմ հասկանամ Վազգեն Սարգսյանից հետո, երբ որ Արամ Սարգսյանը դարձավ վարչապետ, բազմիցս նաև Վազգեն Սարգսյանը ասել է, որ ինքը 4 տարբեր տեղերում Վազգեն Սարգսյանի նամակը տվել է, որ ընդ որում հենց այդպես էլ ասում է, որ ասում է, եթե իմ հետ ինչ-որ բան պատահեր, այդ մարդիկ հնարավորություն ունենային բացի դրանից նաև ուզում ասեմ նաև տես ինքը որպես քաղաքական գործիչ նաև այդ ժամանակ որպես պետական գործիչ Արամ Սարգսյանը նույնիսկ մամուլով է բացահայտել, որ գոյություն է ունեցել sense տարբերակ։ Ոչ թե նույնիսկ, այլ հոկտեմբերի 27-ով միայն մեղրի տարբերակի նույնիսկ այդ սպանությունով վերջնականապես թեմը չկարողացան առնել։ Դրան հաջորդեց հենց բացահայտում այդ տարբերակի, իսկ այդ բացահայտումը արել Արամ Սարգսյանը։ Դրանից հետո նոր եղավ այն իրավիճակը, որ արդեն ասում են Ալիևը չհամաձայնվեց ծրագրից, որտեղ արդեն այդ ամեն ինչը հանրայնացված էր։ Իսկ այդ հանրայնացումը արել է ոչ ավել ոչ պակաս Արամ Ես մտածում եմ, որ 20 թվականի պատերազմն էլ ա եղել մեղրի տարբերակի մասին, այդպես չես մտածում դու, որովհետև գիտես ինչ, չեմ հասկանում, Ռուսաստանը զորք ունենալով Լեռնային Ղարաբաղում, ինչի պիտի Լեռնային Ղարաբաղը հանձներ։ Դե մենակ այնքանը որ մենք նոյեմբերի 9-ի փաստաթղթում 9-րդ կետ ենք ունենում, ինքը արդեն խոսում են համասին, որ այդ գաղափարը չի դուրս եկել մտներից։ Որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էր ասել, որ ինքը իր ձեռքով ա չէ գրել այդ հայտարարությունը։ Կարանք հետևություն ունենք, թե մեղրի տարբերակով ա գրել։ Լավ, ես ուզում եմ այդ ուրիշ բան էլ հասկանանք, էլի, բայց Սերժ Սարգսյանը խիեր կողմ է տարբերակին։ Որովհետև գիտես, հետագայում երբ որ այդ էլի բանակցային թղթերով նայես, Սերժ Սարգսյանը լուծման այդ տարբերակը իրականում չէր տեսնում։ Այլ բան է, որ ինքը փորձում էր էլի Ղարաբաղի հարցի լուծման ինչ որ տարբերակներ ման գալ, չնայած այսօրվա իրանց խոսույթը չի մտնում իրանց արածի հետ, բայց ամեն դեպքում ինքը խեր գնում այդ տարբերակը։ Դե ասում նույն տրամաբանության մեջ արդեն հոկտեմբերի 28-ից հետո մեղրի տարբերակի բացահայտումից հետո բանակցային գործընթացը եղել է միայն ստատուս քվոյի պահելու շուրջ։ Այսինքն մենք պահում ենք ստատուս քվոն, Ռուսաստանը թույլ չի տա պատերազմ, սա Ղարաբաղը մերն է։ Այս մոտեցումն է եղել։ Բայց հենց եկել հասել են ստորագրելու, չգիտեմ, Կազանը կլինի, որը կլինի, հենց եկել հասել են ստորագրելու, ադրբեջանական կողմը չի ստորագրել։ Հայկական մոտեցումը թե քոչարյանական շրջանում, թե սաքսյանական շրջանում, այդ է եղել ստատուս քվոյի պահպանում։ Եկել Ադրբեջանը դեմ է եղել, որ մեղրին մնա Ռուսաստանին քո տարբերակ քո ասածով է դա դուրս գալիս։ Ուզում ճիշտ հասկանամ, Ադրբեջանը փորձել է ինքը այդ տարբերակին գնա, որովհետև մնա իրան, թե դեմ է եղել, որ այդ տարբերակով Ռուսաստանի դաշնությունը Ադրբեջանը ավելի խելացի է վարել, պարզապես ինքը այդ ընթացքում ռազմական բալանսը ավելացնելով, ՄԱԿ-ից փոխել է բանաձևեր, սպասելով համբերատար որ հասնի այն պահին, որ ամբողջությամբ Ղարաբաղը կարողանա հայտնվել։ Իր այսօր արդեն պարզ երևում է, թե ադրբեջանական այդ երկարաժամկետ իր մոտեցումը հեռանկարային ծրագիրը ինչն է եղել։ Ու երբ որ ինքը հասկացել է, որ իզոլյո է ծրագիրը գլուխ բերելու,
Անդոն տոտալիտար պետությունը ղեկավարը չի փոխվում, ղեկավարն է։ Ինքը այդ մոտեցումով եկել հասել է, որպեսզի ոչ մեկին չնեղացնի։ Հա բանակցում, ենք հաստատ փաստացին չեմ ծագում, այնքան մինչև ռազմական բալանսը արդեն խախտվել է այն մակարդակի, որ հանգիստ կարող է հարձակվել ու հարմար պահին տվյալ դեպքում 2020 թվականին այդ գործողությունը կատարել է։ Ես գիտես ինչ եմ ուզում, որ կոնտեքստում եմ ուզում շարունակենք էլի։ Մենք Ադրբեջանին չենք պարտվել։ Իմ կարծիքով այն է, որ մենք պարտվել ենք մեր ռազմավարական դաշնակցին։ Որովհետև երբ որ քո ամբողջ երկրի ունեցվածքը տալիս ես ռազմական դաշնակցիդ, ինչ ուզի իր համար անում ես։ Աշխարհից մեկ ուսանում ես միայն թե ինքը պահի այն, ինչ որ դու թանկ ես համարում։ Պատրաստ ես նաև որոշ շրջանակներով պատրաստ ես իր հետ միութենական պետության կազմ մտնես, բայց ինքը վերջում այլևս դու ասացիր եւ ապացուցված է դա նոյեմբերի 9-ով ինքը միշտ մեղրի տարբերակին է գնացել, ինքը քեզ մեկը գցում է, ամբողջ մեկը խնդիրը դավաճանում է, որ մենք մեկը ուզում է վերցնի քեզ։ Մենք այս տարի ընթացքում Ռուսաստանի Դաշնությանը, չգիտեմ որ շրջանակներում, բայց գոնե հանրային շրջանակներում անցալել ենք որպես ռազմավարական դաշնակից, բայց Ռուսաստանի Դաշնությունը մեզ անցալել է որպես իր մի մաս, ծայրագավառ։ Ու նմանակեպ որ վերաբերվել նաև այդպես։ Ուրիշ որ մենք այդ վերաբերմունքը չենք անցալել ու համարժեք վերաբերմունք չենք ցուցաբերել։ Այստեղ է խնդիրը։ Ինքը հիմա էլ է շարունակում այդ կերպ վերաբերվել։ Վերջի մի քանի տարի որ հասկանում որ ինչ որ հակազդեցություն կա, դրա համար ներսից բոլոր հնարավոր ռեսուրսներով ինչքան, չգիտեմ, ագենտուրա ունի, ինչքան մարդ ունի կարա ֆինանսավորի, բոլորը ոտքի ելացեն, որ այս process-ը որ գնում է ռուսական լծի տակից դուրս գալու process-ի դեմն առնեն։ Խնդիրը ըստ իս կայանում է այս առաջինը հայ-ռուսական հարաբերությունների ոչ փոխադարձության մեջ, որ մենք անցալել ենք իրեն իբրև ռազմավարական գործընկեր, իրեն համար մենք եղել ենք որ ծայրագավառ։ Ամենասկզբից այդպես դրվել ու այդպես գնացել։ Այսինքն, եթե մենք շարունակենք այն քաղաքականությունը, որը որ վարել են երկրորդ եւ երրորդ նախագահները, այդ ամեն ինչ Ռուսաստանին հանուն Երտակը բան են թողել որ ամեն ինչ Ռուսաստանին։ Իրանք այդ քաղաքականությունն չէ վարել, ամեն ինչ Ռուսաստանին հանուն իրենց իշխանության, որտեղ որ մենք մի քիչ հեսա նորից գնայինք ինչա խոսացվել, այնտեղ նաև քննարկվել այդ 7 շրջանների հանձնումը միշտ ամեն ինչ Ռուսաստանին հանուն իրենց իշխանության, այս տարբերակով մենք միշտ ունենալու ենք մեղրի տարբերակ, միշտ ակտուալ է լինելու, այսինքն, չգիտեմ, 10 տարի հետո կարող նստենք փոխանակ զարգացումից խոսանք, չգիտեմ ինչից խոսանք, եթե հանկարծ իրենք նորից հետ վերադարձան, մենք միշտ այդ տարբերակները ունենալու ենք, կամ լավագույն դեպքում մենք չենք էլ կարողանալու ազատ խոսանք, որովհետև դառնալու ենք Ռուսաստանի մի մասը։ Դա միանշակ է, որովհետև մեղրի ճանապարհ ասածը, մեղրի միջանցք ասածը անունը ինչպես ուզում եք դրեք, Ռուսաստանի Դաշնության համար այլընտրանքային կապող ճանապարհը հենց Թուրքիայի ու Միջերկրական ծովի հետ։ Հիմա նայ մեր ընդդիմախոսները ասելու են, որ ինչ տարբերություն, այսինքն դուք տարբերություն եք դնում, միջանցքը, հիմա էլ Միացյալ Նահանգներին եք տվել այդ միջանցքը։ Չնայած ասեմ ավելի վատ բաներ են ասում են ոչ թե Միացյալ Նահանգներին եք տվել, ասում են այդ տվել եք բանին, Թուրքիային եւ Ադրբեջանին։ Շատ կարևոր ովքեր են ասում։ Ասում են, ես չեմ ուզում այդ մարդիկ ովքեր որ ասում են միութենական պետությունը Հայաստանի Հանրապետությունը փրկությունը։ Իրաց ընդդիմադիր անվանելը, չգիտեմ, մեղք է էլի։ Այսինքն այդ մարդիկ ոչ թե ցանկանում են որ ընդհանրապես չլինի այդ ճանապարհը, իրանք ցանկանում են որ լինի այդ ճանապարհը, բայց լինի ռուսական։ Տես, հասկացա ինչ ես ասում, բայց մեկը իրանք քո ասածից չեն էլ ազդվելու, չեն ասելու։ Դե ես իրանց համար չեմ ասում։ Չեն ասելու, այս մարդը sense բաներ ասել, սպասի, մենք հասկանանք ինչ է ասում։ Գիտես ինչն է խնդիրը, որ ինքս հասարակության մեջ մեկը տանում են այդ գիծը, բայց միևնույն ժամանակ տարբեր թեզերով ջախջախվում է այդ իրանց ասածը, որովհետև այսօր օրինակ հաստատվել է, որ Եվրոպական միությունը 15 միլիոն դոլարի օգնություն է տալու Հայաստանին եւ Եվրոպական միությունը առաջարկները, ասել եմ մենք ուզում ենք Հայաստանի տրանսպորտի նախարարությունից նաև առաջարկներ ստանանք թրիփի վերաբերյալ եւ հարցին ասել են արդյոք այդ 45 կիլոմետրը, որը որ կապում է Ադրբեջանը Նախիջևանին։ Հա, Նախիջևանին եւ հետո Թուրքիային, արդյոք ինչ որ բան տալու է Եվրոպական միությանը, գիտես ինչ պատասխան հանջել, որ դա միայն 45 կիլոմետրի մասին չի, դա Միջին Ասիան Եվրոպային կապող ճանապարհի մասին, այսինքն սա աշխարհը հասկանում է, Մենք չենք հասկանում, հա, այս մարդիկ մեր ժողովրդին դերել են հիմարի տեղ, ասենք ինչ որ բան են ուզում համոզեն։ Լավ, ասենք այդքան դեբիլ կարելի է լինել, ինչի մտածել որ բան է, հա, Ամերիկայի Միացյալ Նահանգները այլ բան ու գործ չուներ աշխարհում, պիտի գա ստեղ Ադրբեջանի համար ճանապարհ։ Հա, մի հատ էլ անվտանգությունը ապահովել այդ ճանապարհի։ Մի հատ էլ այդ ճանապարհի անունը դնեին թռիփ։
լավ, այս խելագարության այս բանը ուր է հասնելու Տես հաշվի առնելով այդ խոսքը տարածողների ունեցած ռեսուրսը, նյութական ռեսուրսը, դեռ մի քանի տարի կդիմադրեն, բայց հենց մենք օգոստոսի 8-ը թղթից վերադեցինք գործի, սկսած այդ ճանապարհի արդեն ռեալիզացման, ներդրումների Հայաստան գալով, կամաց մարդիկ հասարակությունը իրենցով պարզ կտեսնեն ասում ճշմարիտ սևը սպիտակից տարբերելու հնարավորություն կլինի։ Ու ուղղակի անիմաստ կդառնա այդ խոսքը։ Մեր ամբողջ խնդիրը այս փուլում մինչև օգոստոսի 8-ի ռեալիզացումը, մեր ամբողջ խնդիրը ինքնիշխանության պահպանումն է ու այդ մարդկանց վերադարձը, այսպես ասած, թույլ չտալն է։ Հայաստանի Հանրապետության այս բային համար մեկ խնդիր է գերակա պետականության պահպանման ու զարգացման։ Ես ստեղ կդնեի։ Ուզում եմ էլի Ռուսաստանի Դաշնության որպես գործընկեր մի գցելու օրինակ ասեմ, Մեզ առավոտյան կներկայացնեմ ոչ ցուցակը։ Ռուսնայի մոտ շատ լավ է այդ գցելը ստացում։ Էլի մի օրինակ ասեմ, օրինակ նայ Ռուսաստանի Դաշնությունը իր գործընկեր Սերժ Սարգսյանին գցեց շատ վատ ձևով, բայց այն մի գործընկեր Ռոբերտ Քոչարյանին չի գցում։ Խա տենց անում, ինչ ես կարծում։ Դե բան կա, չէ՞, ասում մի երախոն շատ են սիրում, ինքնիչ են սիրում, ինչ որ ավելի շատ հատուկա տատիկ պապիկներին, քան սեծանողներին, բայց կա, չէ՞, տենց երևի վեսնով երեխա։ Այ որտեվ էլի գամ այդ բանին, փաստաթղթին, իհարկե փաստաթղթը մեր ժողովրդի համար ոչ մի նորություն չէր պարունակում, ասում եմ, ես 2015 թվականին երբ որ ուսանող էի, քաղաքականությամբ այդքան շատ հետաքրքրություն չունեի, բայց դες նորություն չկար իմ համար օրինակ այդտեղ։ Ուրեմն այդ փաստաթղթի մի կետով 2016 թվականից հետո Սերժ Սարգսյանը Գերմանիայի Դաշնությունում խոսում է Ռուսաստանի մասին որպես գործընկեր բան եւ ասում է լավ նորմալ չի որ իրանք այդքան մեծ քանակի զենք են վաճառում Ադրբեջանին։ Ռուսաստանն էլ պատասխանում են բիզնես է, ինչ կապ ունի։ Ու դրանից հետո ոնց որ սկսում է էլի Սերժ Սարգսյանի դեմ ռուսական այս ինչ որ նախանձախնդրի ինչ որ բաները։ Ըստ իրանք գցում են Սերժ Սարգսյանին։ Եթե համատության մեջ չեմ ասում ներքաղաքական մասով, որովհետև Սերժ Սարգսյանը իրականում հասցրել էր մարդկանց, չգիտեմ, ստեղը, որ ասում են ով ուզում է լինի, ինքը չլինի։ Բայց ռուսները որպես դաշնակից միևնույնն է, գցել են իրան։ Այդ նաև գցել են ՊՊՑ-ի գնդի ժամանակ իրան մի քանի անգամ են գցել։ Բայց Ռոբերտ Քոչարյանին չեն գցել։ Բայց կարող է Սերժ Սարգսյանը կողմ չի միութենական պետությանը, ինչ է сказал։ Ամենայն դեպս բացայտ չի ասել որ կողմա, այնքան բացայտ ինչքան ասել է Քոչարյան Ռոբերտը։ Ու արի չմոռանանք որ Սերժ Սարգսյանը ասոցիացիան համաձայնի բանակցություններ, բան ինչ-որ գործընթաց process էր սկսել ու մի գիշերվա մեջ ընդհանրապես որոշում փոխվեց։ Այսինքն այդտեղ ստիպելու ֆակտոր է եղել։ Այսինքն այդ ժամանակ Սերժ Սարգսյանը կարար էլի պետականամետ որոշում չի կայացել ու ինքը էլի պետքա սրա համար պատասխան տա։ Ինքը կարար ստորագրել ասոցիացիան պայմանագիրը եւ հրաժարական տալ, որովհետեւ պարզ է, չէ, որ այդ մարդիկ իրենց աթոռի համար են, ինչ հարել են իրենց աթոռի համար են։ Որ ստորագրել կարար հրաժարական չտա։ Ընդունենք, եթե ստորագրել հրաժարական էր տալու օրինակ, բայց չի ստորագրել։ Այս պետությունը տարել գցել է մի հատ այնպես ճահիճի մեջ, որ հիմա ճահիճից այսինքն մենակ մենք չենք հասկանում, Ղազախստանն էլ է հասկանում, որ դա ճահիճ է, դուրս է գալիս ընդերից։ Ես մի հատ այնպես ճահիճի մեջ են գցել մեզ, որտեղից դուրս գալը մեր համար շատ թանկ է, էլի։ Էլի չի արել։ Վճարեցինք, էլի 20-20-ին առնվազն։ Բայց էլի չի արել այդ ամեն ինչը։ Իմ կարծիքով Ռուսաստանի Դաշնությունը այստեղ Կոպիրկինին իզուր պահում եւ աշխատավարձ վճարում, հա լուրջ եմ ասում, որովհետեւ այդ շենքն էլ է իզուր պահում, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը դեսպանի դերակատարությունն է տանում ավելի լավ։ Համոզված եմ Զախարովայի ասասներին ուշադիր հետևում է։ Տունել ունի, տունել ավելի լավ տուն ունի, քան բանը Կոպիրկինի օֆիսը այնտեղ։ Բայց ասում ես Սերժ Սարգսյանին գցեց Ռոբերտ Քոչարյանը պահամա ի վերջո կարող պարզվի նա գցի, որովհետեւ նոր կերպար է հայտ գալիս Հայաստանում, ինչ որ նոր ձևով։ Վեր չգիտենք, չէ՞, ի վերջո ոչ մեկս 26 թվականին այդ բևեռով է տանելու։ Վազգենը լիներ մի հատ այնպես լավ պատմություն կպատմեր քո համար։ 10 րոպե կպատմեր տակավորով։ Բայց առաջարկում եմ։ Այս լավ օրինակներով ինքը պատմում, ես սիրում եմ իր պատմությունը։ Ես էլ եմ սիրում իրականում, որտեղ իմաստը մեջ է։ Բայց առաջարկում եմ տես վերլուծել էլի վերլուծել, մենք անդադ հետ ենք գնում, մի շատ կարևոր բան, բացի վերլուծելուց, մենք պիտի առաջ նայենք ու այս բացահայտումները, արդեն փաստաթղթով բացահայտումները, որ կետերը փակում են, խոսեցինք դրա մասին, պիտի հասկանանք
ունեցած այսօր մեր կետից որ առաջ ենք մենք գնում անընդհատ խոսվում է տրամաբանականը ու ոնց մեր այդպես է պետք է լիներ լավ ի վերջո Ղարաբաղի հարցը բաց է փակ է հիմա ԵԱՀԿ Մինսկի խումբերա լուծարվում լուծարվել է արդեն ի վերջո լավ այդ դրա մասին խոսել է տարածքային պահանջ է դիտվում հիմա գնում ենք դեպի խաղաղություն լավ ուր ենք գնում ինչ ենք անելու այսօր այդ 21 թվականին որ կար այդ Կոսովոյի տարբերակի լուծումը որ մինչև վերջել համառոն չճանաչեցինք Կոսովոն մնացինք չգիտեմ ինչի համար բայց խնդիրը իմ կարծիքով քաղաքական մտածելակերպի եւ էլիտայի մեջ ընդ որում շատ տարօրինակ է որ հասարակությունը էլիտայից առաջ է անցել իր մտածելակերպով բայց էլիտան մնացել է նույն մակարդակի որտեղ տես շատ կարևոր բան ես ասում հանրապետություն կուսակցությունը օրինակ ամեն ժամանակի համար ինչ որ առաջարկություն անում հիմա Լեռնային Ղարաբաղը մենք կորցրինք դա բոլորիս ցավն է բոլորս մենք օրինակ ես չեմ ասում չէ այս ինչ մարդը պարտվեց նույնը դու չես ասում ասում եք բոլորս ենք պարտվել Ժորժ ջան ընդունեցինք դա հիմա խաղաղության օրակարգով են գալիս չէ փորձում ենք այդ խաղաղության օրակարգում թրիփում բազմաթիվ առաջարկներ ունենք 26 թվականին ԵՄ անդամակցությունը մեր գլխավոր կետերից է լինելու եւ եթե մենք եկանք իշխանության միանգամից այդ հայտը տալու ենք այսինքն մենք ժամանակի մեջ փորձում ենք առաջարկներով հանդես գալ բայց մյուս կողմից ախր էլիտայի քաղաքական էլիտայի այն մյուս մասը ստատուս է գրում ասում հաջորդ տարի Շուշիում այս խելագարությունը հասկանում ես ժողովրդին ուր են տանում այս խելագարությունը չի կարելի էլի պետքա այն որում պետքա վերջ տալ այս ամեն ինչին հիմա դիմում եմ այս իշխանություններին էլի այսինքն միայն այդ փաստաթղթերը դուրս հանելու ասել այս ինչ մարդը բանակցել է Մեղրիի տարբերակով ինձ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի բավարարում ես ուզում եմ տեսնեմ դրա իրավական հիմքերը տեսնեմ դրա հաջորդ քայլերը այն մարդու հանդեպ ով որ Հայաստանի տարածքի ինքնիշխան տարածքի վրա բանակցել այլ չասեմ այնպես տարածքա բանակցել որ այդ դա անկախությանը հարված էր լինելու էլ եթե չասեմ դրա վերջն էր ու հետո այդ բանակցությունը ինչ հետևանքներ ունեցել եւ այլ այսինքն խոսածով մենք անընդհատ կանանք նստենք այդտեղ խոսանք թե ինչ ա եղել ու այնտեղ բան անցյալում բան չկա փոխելու խոսանք թե ինչ ա եղել անընդհատ խոսանք վաղներ գանք այդտեղ նստենք նորից խոսանք մի ուրիշ տարածքի վերաբերյալ թե ինչ ա եղել չի կարելի տենց ամենայն դեպս եթե մի բառով փորձենք ասել կարծում եմ քանի Արցախահայությունը Արցախում չենք ու կապ չունի ինչ կարգավիճակով այդ հարցը փակված ոչ մենք ոչ Ադրբեջանը ոչ էլ աշխարհը չի համարելու ու հակադրել դա խաղաղության process-ին չի կարելի դա պետք է համադրել խաղաղության process-ին թե որ փուլում ժամանակը ցույց կտա ինչ կարգավիճակով ես երկու արձանագրում եմ արել այսօր Facebook-ում գրել եմ որ այս փաստաթղթերում իմ համար երկու արձանագրում եմ բան կա նախ առաջինը որ Մեղրիի տարբերակի բանակցությունը եղել է եւ դա հաստատված է այլևս երկրորդը որ Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը իրանց նահատակման գնով պահել են այդ Հայաստանի Հանրապետության անկախությունը Մեղրին եւ դրանից հետո Արամ Սարգսյանը բացահայտելով այդ տարբերակի մասին ինքն էլ է պահել պաշտոնից հեռացվել է իր ունեցվածքին վնաս է հասցվել խլվել է 20 տարի հալածվել է այո այդ մարդը զրկանքների մեջով անցել բայց պահել ենք հիմա պետքա մտածել քանի որ հիմա չկա այլևս նման բան մենք այդ կետը անցել ենք հիմա պետքա մտածել ապագայի մասին բայց փոխարենը ունենք օգոստոսի 8 ոնց ենք զարգացնում որ բայց մյուս կողմից Մհեր ջան մենք անընդհատ գնում ենք մտածենք մեկ էլ հայտնվում է ասենք չգիտեմ եկեղեցու վերնախավ որը որ թաթախվում է քաղաքականության մեջ այն օրը նայում էի այդ հայտնի տեսագրության մեջ անձը օրինակ գիտես չէ քաղաքական հայտարարություններ անում էլ Ալիևից խոսած էլ Հայաստան Ադրբեջանից խոսած իրան հարց են տալի չգիտեմ այդ մարդը ինչ էր ուզում ինձ տպավորություն էր որ Հայաստան Դաշինքի հոգևոր անդամներ ասուլիս տալիս հա լուրջ այդ խոսակցության մեջ էր մտա երևի իրան որ մի քիչ էլ իրան բզեն ինքն էլ է ասելու հաջորդ տարի բան Շուշիում ընդ որում էս բանը այս ընդդիմադիրները իմ կարծիքով շատ բան ունեն էլի sense մարդկանց դուխ տալու մեծ պոտենցիալ ունեն որովհետև բանին դուխ էին տվել այդ մեկը այսպես Ռուսաստանից էին արել Քոչանին դուխ էին տվել ասել էին նույն դուխն է ոչինչ ասել էին 5-ա պակաս նույն սցենարն է նույն մարդկանց ասել էին 5-ա պակաս հեսա կրում ես չեն էլ ասել կրել բառը ոնց պետք է ասի հելավ ասեց ռեով էլի ինչպես միշտ ասեց կռելու եմ հետո այն մյուս տավուշի թեմում միած սրբազան կար էլ հանին ասին ասա ոսկեպարով Արցախ էլ ինչ ասես իրականում էս հակասությունը 30 րոպե հիմա էլ
բանին են, կաթողիկոսին են էլի դες դուխ տվել ինչ։ Իրականում հակասությունը արդեն այնքան կարմիր գիծը հատած կվիճակի կարծես թե ու այնքան ենք խորացել, որ արդեն հաշտեցման եզր եղած կադրերով չենք կարող ունենալ, ընդ որում այստեղ մեղավոր կողմը բարձերում, որտեվ ասել ենք, ասում ենք ու պիտի ասենք, եկեղեցին չպիտի մտի քաղաքականություն։ մի Ու բան եթե էլ եկեղեցին հիշեցնեմ։ մտել է քաղաքականություն, նույնիսկ եթե ընդունենք, որ սադրանքի հիման վրա է, ամենավատ սցենարն եմ ասում, հա, նույնիսկ եթե ընդունենք այդ տարբերակը, միևնույն է, արդեն իրավիճակի լուծումը մեղավոր կողմ պիտի առաջնորդը նայես ու արդեն հրաժարական այլընտրանք չի մնում։ Գիտես ինչ ասաց այն Արշակ Սրբազյանը, այդ բանը ասաց, այն ինչ որ արել են Մոլդովայում եւ Ուկրաինայում, փորձում են անել Հայաստանում։ Իսկ Մոլդովայում ու Ուկրաինայում ուզում հիշեցնեմ քեզ, որ եկեղեցին իշխանափոխության մեջ ինչ դերակատարում Եկեղեցու շատ եկեղեցու դե որ եւ post-սովետ տարածքում եկեղեցում լավ ներդրված ագենտուրա կա, այդ ոչ մեկի համար գաղտնիք չի, որ Մոլդովայում Ուկրաինայում օգտագործվում էլ Հայաստանում արվում, այդ էլ գաղտնիք չի։ Այստեղ ամբողջ խնդիրն անում է թե ինչքան շուտ դրա դեմը կառնենք, որովհետեւ ինչքան process-ը երկարում է, այնքան հետո այդ ամեն ինչը մարսելը, ի վերջո մարսողը լինելու էլի պետությունը, հասարակությունը, սերունդները, ինչքան երկարում է, այնքան ավելի դժվար է մարսել ու թեկուզ ագենտ լինելով, թեկուզ հակապետական մտածողություն ունենալով հանդերձ, գոնե մի բան պիտի հիշես, որ հայ ես, այս ժողովուրդը, չգիտեմ ոնց, բայց դու էլ ես հայ ու մի այսքան մտածես դրա մասին, շուտ սրա դեմն առնես, որովհետև եթե շատ երկարեց, հետո շատ ավելի բարդ է լինելու։ Իսկ այսօր արդեն նույնպես եմ ասում, այդ կարմիր գիծը կարծես թե հատել ենք ու արդեն հրաժարականին այլընտրանք չի մնում։ Թե հետո ոնց կդասավորվի ժամանակը ցույց կտա, արդեն թող եկեղեցին ինքը իր մեջ որոշի։ Ամփոփենք։ Ես կուզեի նախորդ թեմայի ամփոփում հիշենք էլի շատ խոսնիկ Վազգեն Սարգսյանի խոսքի, ասում է թաղեք ձեր հոգու մեջը մեռել, հա, դեռ ունենք դեռ ապագա ունենք, դեռ անցնելու ունենք ու պետք չի sense ուղղակի խաչ քաշել ամեն ինչի վրա, ասել վատ է եղել ու վատ է եղել։ Կան շատ ու շատ հուսադրող կետեր, այդ կետերով բարձրանալը պետք, պայքարելը պետք ու վստահաբար, եթե մենք ճիշտ ճանապարհով գնանք, մենք 5 տարի հետո կունենանք որակապես այլ Հայաստան, ու այն 21-րդ դարը մեր լինելուն կդառնա իրականություն։ Շատ լավ ասացիր, մի թեթև ավելացնելու բան։ Ուզում եմ ասեմ, որ շատ դժվար է, հեշտ չի ոչ մի բանը, լիքը դժգոհություններ կլինեն, դժվար օրեր կլինեն, չգիտեմ, բողոքներ կլինեն, բայց մի բան պիտի հաշվի առնենք, որ այս երկրի անկախությունը զիջելու ոչ մի սանտիմետր ու ոչ մի գրամ տեղ չունենք ոչ մեկս։ Շնորհակալություն հարգելի դիտողներ, խնդրում եմ ակտիվ եղեք, լայքի կոճակը չմոռանաք, տարածեք մեր այս եթերը, շատ կարևոր է, որ ակտիվ լինեք, կոմենտներում գրեք, հաջորդիվ նաև անակնկալներ կունենանք ձեզ համար։ Հաջողություն ձեզ։